Բաստուր մաչոներ ջան, մեր հնդկահավի եւ հավի կրծքամսերը չորացել են շատ լավ։ Հիմա մի հատ այսպես նայեք։ Մենք անգամ թրջել ենք ջրով, որովհետեւ համ աղն էր դուրս տվել, համ էլ ինքը արդեն այսպես ճիշտ է։ Ունենք 5 հատ հավի կրծքամիս, շատ լավ չորացել են։ Այսպես պետքա ձեն գա մսից։ Ինչքան մենք չորացնում ենք, ինքը այդքան համով է լինելու, թաց չանեք ընդհանրապես, թող շատ լավ չորանա։ Չորանալու արդյունքում մենք ստեղ երբ որ հումքերը կլցնենք, ժամանակ ունենանք, այդ բոլոր առամատը սոկը ինքը քաշելու է իր մարմնի մեջ։ Դրանից հետո արդեն հեշտ է լինելու։ Հիմա ինչ ենք անում։ Մենք ունենք այստեղ 150 գրամ չաման, 50 գրամ ունենք կարմիր բիբար, 20 գրամ ունենք շաքարավազ, 50 գրամ ունենք սխտոր։ Մեկ էլ ունենք ստեղ հեղուկ ծուղ, ժիտկի դեմ, որը որ էլի կփորձենք իրար հետ, ինքը շատ լավ է ստացվում կրծքամսի հետ, ինքը շատ լավ համ է տալիս։ Դա միշտ խորհուրդ կտանք, որ անեք։ Ստեղ լցնում ենք ոնց որ միշտ մեր նյութերը։ Ջուրն էլ մեր մոտ 2 լիտր է։ Ջուրը 2 լիտր։ Շաքարավազը եւ սխտորը ստեղ ունենք։ Լավ խառնում ենք։ Հիմա նայեք ինչ ենք անում, ընկերներ ջան։ Առաջինը լցնում ենք հեղուկ ծուխը։ Այս իր ամանի այս չափով։ Շատ քիչ։ Այս չափով։ Շատ պետք չի լցնել։ Այսպես լցնում ենք ջրի մեջ, ինքը ընդհանրապես համ է տալու։ Շատ պետք չի լցնել։ Մենք արդեն այդ ծխի առամատը շատ ուժեղ զգում ենք։ Հետո լցնում ենք սխտորը մեր։ Շատ լավ է։ Ու փոշին։ Ոնց որ միշտ։ Քիչ-քիչ լցնում ենք ջրի մեջ։ Հեղուկ ծուխը ինքը հնդկահավի հավին կտա շատ լավ առամատ։ Չամանի հետ ինքը շատ հետաքրքիր համ է ստացվում։ Մենք կսպասենք չամանը մի քիչ կլուծվի ջրի մեջ, հետո կգցենք մսերը չամանի մեջ։